ծնողներով, հիմա էլ դե արդեն գիտեք, որ այսպես Սամիրոզ խանութում եմ լինում, Սամիրոզից շատ պատվերներ ունեինք, ես եմ պատվերները տանում, մի փոքր շատ տնօրին օգնում եմ, այդպես, քանի որ միշտ համար ես խանութում եմ լինում ընկերուհուս մոտ, ինչու ոչ, հիմա գնում եմ դեպի Կարմիր ակումբ, այսօր համար Լարայի հանդեսն է, ոչ ման Լարայի, բոլոր բալիկների շատ հուզիչ, այսպես հանդեսը լինելու, ես շատ եմ հուզվում, էլի, որ Լարային պետք է բեմում տեսնեմ, այդպես ասացի մի անոնցես, որ համար այնտեղից էլ նկարեմ, դուք էլ տեսնեք, շատ գեղեցիկ ծաղկի փնջեր են, հիմա որ բոլորը դուրս հանեն, կտեսնեք, էլի, իհարկե սրա մասին մենակ ես գիտեմ, ծնողների համար անակնկալ լինելու, Ես գնամ դեպի Կարմիր ակումբ և կապի մեջ կլինենք բնականաբար։ Արդեն հասել ենք, սա Կարմիր ակումբը։ Անեց գնամ, ակայից Լարան չտեսնի, էլի։ Դեռ ծաղիկներ ունենք իհարկե հանելու մեքենայի մեջից։ Հələ բարևի բոլորին։ Ջան, այս հատոն գալիս է գնանք մենք։ Դե պաչի կարա։ Վախ։ Դե այդ մամային պաչի կարա։ Ես նոր տուն վերադարձա, ինչպես տեսակ Լարայի հանդեսներ ավարտվեց, իրականում փոքրերը լաց են լինում եւ չեն ներկայացել, վերջում ամենավերջում Լարային նկարել եւ այնտեղ եթե վիդեոյի հատվածում տեսնեք, արդեն նշել էի, որ ընկերուհուս փոխարեն ներկայանում եմ ես, որպես Սամիրոզի սպոնսոր, շատ լավ էին կազմակերպել, Լարային տեսնելով շատ է հուզվել, բեում ինձ էր ման գալիս, բայց չէր գտնում, բայց ամեն բան շատ լավ է։ Մի քանի պարապունք այսօր հետաձգել է, հիմա արագ եկատուն, մի հատ արագ փոխվեմ եւ անցնեմ իմ պարապունքներին։ Ունեմ 3 ժամ պարապունք, էլի։ 8-ն է այսօր եւ ես ունեմ շատ գեղեցիկ անակնկալ իմ Քրիստինեի կողմից իմ աշակերտների մայրիկն անգամ հեռավորությունը չի խանգարում, որ Քրիստինեն շատ գեղեցիկ ծաղիկներ առաքի Ռուսաստանից դեպի Հայաստան, իհարկե իմ ընկերուհու ծաղկի սրահից, իհարկե իմ ընկերուհուց ոչինչ չէր ասել, բայց շատ շոյված եմ նաև իմ Սյուզին եւ Վահեին, իմ աշակերտներն են։ Քրիստեն ամեն անգամ այսպես նեղություն է գրում, բայց անկեղծ շատ շոյված եմ եւ այս գեղեցիկ ծաղիկների ներքո կուզեմ նաև շնորհավորել բոլորիդ տոնը, կանանց, աղջիկների միշտ երջանիկ, պայծառ, սիրով ամեն օր ձեզ հարգեք եւ սիրեք, ոչ թե տարվա մեջ ընդամենը 1 օր ձեզ պաչիկներ եմ անում եւ անցնեմ պատրաստվելու, քանի որ այսօր տեղ եմ հրավիրված։ Հույսով եմ, որ բոլորդ լավ եք, ինչպես միշտ ես շատ ուշ եմ տեղադրելու վլոգ, ես կարծեմ մարտի 8-ին նկարած վլոգ ունեմ, կամ սրան կգցեմ, կամ նա առանցին կգցեմ, հետո սա կգցեմ, տեսնեմ էլի, շատ վիդեոներ մենացել է նկարած, իրականում շատ խառը շրջան է մեզ մոտ, Լարան հիվանդանոցում էր, Լարայի հետ միասին հիվանդանոցում էին գտնվում, երկկողմանի թոքաբորվել Լարայի մոտ, այդ շատ խառը առողջական խնդիրներ եւ այլն, ու փառք Աստծո, որ Լարան լավ է, ամեն բան լավ է, ասի տեղակ պահեմ էլի բացակայությանս հարգելի պատճառը, այս անգամ իրոք հարգելի պատճառով բացակայում էի, չէի կարող էլի Լարան այդպես հիվանդ, ես հիվանդանոցում այդ խառը պահերին բնականաբար չէի կարող նկարել, որովհետեւ
հոգետ մեսրել շանդված վիճակում էի գտնվում, հիմա կամաց կարելի ասել հետ եմ գալիս։ Ես գտնվում եմ քերիս տանը հիմա, քերիս փոքրիկ աղջկա ջան օրն է։ Այստեղ հավաք բաներ ենք պատրաստում, քերակնոջս, քերակինս է իրականում պատրաստում։ Ընթացքում արդեն կնկարեմ, դուք էլ կտեսնեք։ Մնացեք մեզ հետ։ Բարևի։ Վիճակը բարևի։ Բարև։ Պատրաստում ենք չէ, կեսար աղցան, հավի կրծքամիսն են տապակում հիմա քերակինս, հետո արդեն ընթացքը ցույց կտամ, ինչ ենք անելու։ Հրե շունիկին նայեք, Դանիկ, ինքն լովնո, Դանիկ, խելոք, լավ, չեմ նկարում քեզ, լավ, ինչքան սիրուն ածառը ծաղկել, տեսեք, Լարայի համավություններն եմ տանում, որ տեսնում ակերեիս թարնիկը ուտում, ինքն էլ ասում էլի ուտի, այս քանի օրը ինչ հիվանդանոցում ենք, նորմալ չէր սնվում Լարան, դրա համար հիմա ինչ ուզում է, փորձում ենք տալ, որ գոնե սնունդ ստանա նորմալ։ Տեղափոխվեցինք ամառային խոհանոց, հիմա տեսեք ինչքան սիրուն է տորթիկը, մեր առիթների տորթիկները միշտ իմ հարսիկն է թխում, դրսից մենք չենք գնում էլի տորթիկներ։ Տորթիկը թխել է հարսիկս, իսկ զարդարանքը արել է հարսիկիս հարսիկը։ Շատ սիրուն ճաշակով պուպուշ։ Հավաքվել ենք այստեղ, որ պատրաստենք իտալական պիցցա, հարսիկի ձեռքերով ցույց կտամ։ Բաղադրատոմս գիտեմ ուզելու եք, բայց հետո կտամ բաղադրատոմս, որտեղ արդեն խմորները պատրաստ են։ Այստեղ էլ ամառը հավաքվում ենք, կարթ եւ այլն, տարբեր sense հավես խաղեր։ Հավես ա լինում շատ։ Գնանք դուրս։ Դուրսը խաղաս։ Գնաս չոճորվես դուրսը։ Չէ, ինչի՞։ Ցեզեր սալաթը, իրանի կարողանայից այս համը փոխանցել, բայց դա մենակ տեսքն եմ փոխանցում, ուսում սա էլ ահերիկ արդեն, ասա մի քիչ սկսենք պիցաները թխել, ցույց կտամ նաև պրոցեսը պատրաստման և թխման, խմորներն արդեն պատրաստ են, մնում է զարդարանքը պիցա և թխելը։